Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, եղբայրներ, քույրեր, փառք Աստծո այսօրվա համար էլ, որ Տերը եւս մի անգամ հնարավորություն տվեց խոսելու Աստծո խոսքի վրայով։ Փառք Աստծո։ Ուրեմն անցյալ անգամ խոսեցինք աշխարհից զատվելու եւ աշխարհի համար մեռած սեպվելու վերաբերյալ, թե ինչպես Տեր Աստված մեզ պատվիրում է իր խոսքի միջոցով, որ մի սիրեք աշխարհը։ Ես կարդամ, որպես բնաբան, մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է, այսինքն այս սատանային տրված ժամանակամիջոցը Եդեմից սկսված մինչև այսօր։ Եթե մեկը աշխարհը կսիրի, այսինքն այս սատանայի գծած ճանապարհը եւ կենցաղավարությունը, անոր ներսիդին հորը սերը չկա, քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, այս կենցաղավարության մեջ, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքին ամբարտավանությունը, այսինքն հպարտությունը։ Հորմեն չէ, հապա այս աշխարհն, այսինքն սատանայից է։ Աշխարհս էլ կանցնի, այսինքն այս ժամանակաշրջանը ինչ որ ժամանակ պիտի ավարտվի, որ շատ մոտ ենք եւ այդ օրերի մեջ ենք ապրում։ Անոր ցանկություններն էլ, բայց անոր Աստծո կամքը կկատարե, այսինքն Հիսուս Քրիստոսը կընդունի իբրև Տեր եւ Փրկիչ հավիտյան պիտի մնա։ Փառք մեր Տիրոջը։ Խոսեցինք նաեւ ինչն էր համարվում աշխարհից զատվելու եւ աշխարհի համար մեռած սեպվելու ամենաարդյունավետ, ամենաճշգրիտ դեղամիջոցը կամ շիտակ ճանապարհը։ Ուրեմն ամենաարդյունավետ միջոցը կամ դեղամիջոցը կա եւ մնում է Տեր Հիսուս Քրիստոսի։ Երկրորդ Գալատյան վարդապետության ուսուցումը, որը շատ մեծ տեղ է գրավում Սուրբ գրքի մեջ։ Ամենամեծ տեղն է գրավում Քրիստոսի երկրորդ գալուստը, հին ուխտից սկսած մինչև հայտնության վերջի տողերը։ Ինչի համար։ Չէ որ ի վերջո Աստծո կամքն է, եղբայրներ, քույրեր, երկրի վրա հաստատել իրական, տեսանելի աստվածապետական թագավորություն։ Ինչպես հայր մերի մեջ է ասվում, թող քո թագավորությունը գա, ինչպես երկինքն է, այնպես էլ երկրի վրա։ Ուրեմն Աստծո կամքն է հիմնել հազարամյա աստվածապետական թագավորություն երկիր մոլորակի վրա։ Ուստի Աստծո Սուրբ Հոգի հրավերքը մարդկությանը, ապաշխարության եւ սրբության կյանքի մեջ կատարելագործվելու միակ նպատակը ինչումն է կայանում, գաղտնիքը, ի վերջո, կրկնում եմ, դիմավորել երկնքից եկող Տեր Հիսուս Քրիստոսը։ Ինչպես գրված է, կես գիշերին ձայնը եկավ, ելեք փեսան դիմավորելու։ Մենք պատրաստ ենք այսօր փեսան դիմավորելու, թե հիմար կույսերի պես պիտի քնանանք, երբ որ Տերը գա իմաստուն կույսերին առնի, մենք պետք է մնանք երկիր մոլորակի վրա 7 տարվա նեղության շրջանում։ Այս միշտ սպասողական վիճակն է, որ հավատացյալին ուղղակի մղում է, առաջնորդում է հետևյալ սկզբունքներին։ Առաջին, արթուն եւ զգաստ ապրել հոգեվոր կյանքի ընթացքում, որի մասին արդեն խոսել ենք։ Երկրորդը, ամեն ատեն, ամեն ժամանակ աղոտ կնենք հոգիով, անձնական աղոտները որևէ ձևով չի լսվում Աստծո կողմից։ Հոգին ու հարսը կսե ամեն եկուր Տեր Հիսուս, ահա Աստծո ամենամեծ աղոտքը հավատացյալի համար։ Իմ ձեռքերից գործերին պատվեր տվեք, եւ մենք իբրև հարս պատվիրում ենք Տեր Հիսուսին։ Հոգին ու հարսը կսե իբրև պատվեր ամեն եկուր Տեր Հիսուս։ Այս աղոտքն է, որ հավատացյալին միշտ պահում է արթուն եւ զգաստ վիճակի մեջ, սպասողական վիճակի մեջ։ Երրորդ կետը, եղբայրներ, քույրեր, որ այսօր պիտի խոսենք, դա հավատարիմ կամ հավատարմություն լինելն է, հավատարիմ լինել առ Աստված։ Նախ փորձենք սկզբից հասկանալ, թե ինչ է հավատարմություն ասվածը։
Հավատարմությունը կամ հավատարիմը հետևյալն է, հավաստի եւ ստույգ։ Այսինքն ճշգրիտ է, որևէ սակարկության չի ենթարկվում, որևէ ձևով սակարկության չի ենթարկվում։ Ես ուզում եմ կարդալ առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխը եւ 8-ից 10 համարները։ 7-ից կկարդամ ես, բայց պիղծ ու պարավական առասպելներեն ետ կեցեք։ Եվ քու անձդ Աստված պաշտության վարժեցուր։ Պիղծ ու առասպելական բաներ, այն գուշակները, այդ ամենքը դրանից ետ կեցեք, փոխարենը քու անձդ Աստված պաշտության վարժեցուր։ Վասնզի մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար է։ Այսօր կտեսնենք բոլորս մարմնի վարժությամբ են զբաղված, ջիմերում, սպորտային դահլիճներում եւ այլն։ Բայց Աստված պաշտությունը ամեն բանի օգտակար է, ոչ թե ներկայի, այս 70-80 տարվա համար։ Հապա ապագա կյանքին խոստումը ունի, այսինքն հավիտենական կյանքի խոստում ունի։ Այս խոսքը Սուրբ Գիրքը, Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանը հավատարիմ է եւ բոլորովին ընդունելու արժանի։ Վասնզի բուն ասոր համար կաշխատինք, ասում է Պողոս առաքյալ, ու նախատինք էլ կկրենք, քանզի կենթանի Աստծո հուսացել ենք, որովհետև այս խոսքերը ճշմարիտ Աստծո, կենթանի Աստծո խոսքերն են, որ բոլոր մարդոց փրկիչն է, մանավանդ հավատացյալներին։ Ուրեմն Աստծո խոսքը ճշգրիտ է, հավատարիմ է ու ճշմարիտ է։ Ուրեմն եւ բոլորովին ընդունելի արժանի, հետեւաբար Սուրբ ավետարանը, Աստծո խոսքը, որը ներկայացնում է լոգոսը, խոսքը դա լոգոսն է, այսինքն մարմնով հայտնված ամենակալ, երկինք ու երկիր ստեղծող Աստված, որը ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոս, հավաստի է, ստույգ է, ընդունելության արժանի, որի համար էլ առաքյալ ասում է բոլորն էլ նախատինք ու չարչարան կրեցին, բոլոր առաքյալները։ Ուրեմն հավատարմություն ասվածը տվյալ պարագայում ներկայացնում է անձնավորություն, Տեր Հիսուս Քրիստոս։ Այդ իսկ պատճառով հավատարիմ կամ հավատարմություն նշանակում է նաև, ինչ է նշանակում, վստահելի, անկեղծ, անդավաճան, անխարդախ, մտերիմ եւ այլն։ Այս բոլոր առաքինությունները, այս բոլոր ճշմարտությունը բոլորը համարվում են Տեր Հիսուս Քրիստոս, ներկայացնում են իբրև Տեր Հիսուս Քրիստոս։ Այդ միակ մտերիմը ու ճշմարիտը մարմնով հայտնվեց, եղբայրներ, քույրեր։ Ինչպես մեզ ներկայացնում է Պողոս առաքյալ առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 16 համարում։ Տեսեք ինչ է գրված. հայտնապես մեծ է Աստված պաշտության խորհուրդ, այսինքն գաղտնիք էր դա, որ Պողոս առաքյալի միջոցով հայտնվեց։ Աստված մարմնով հայտնվեց, Աստված մարմին առավ, մեր նման մարմնով աշխարհ եկավ։ Հոգիով արդարացավ, հրեշտակներուն երևցավ, հեթանոսների մեջ քարոզվեցավ մինչև այսօր, այս պահին քարոզվում է։ Աշխարհեն ընդունվեցավ ու փառքով համբարձվավ Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ ինչպես Տեր Հիսուս Քրիստոս ինքը վկայեց, Հովանի 6-րդ գլխում ես կարդում եմ հետևյալ տողերը, 6-րդ գլուխ եւ 38-40 համարները, տեսեք ինչ է գրված այստեղ։ Վասնզի ես երկնքեն իջա, Տեր Հիսուս Քրիստոս մարմնով հայտնվեց երկրի վրա, ոչ թե իմ կամքը սնելու, հապա անոր կամքը, որ զիս ղրկեց։ Ինչի համար, որովհետև մենք որ ծնվեցինք մեղքից հետո, Աստծո առջև մեռած ծնվեցինք, Աստծո համար մենք մեղավորներ իբրև մեռած ենք հոգիով։ Եվ զիս ղրկողի կամքը այս է, որ այն ամենը, որ ինքը տվավ, չկորսնեմ հապա անոնց, հարություն առնել տամ վերջին օրը,
Երբ որ հարության օրը գա, մեռելները հարություն առնեն, Տեր Աստված իր հոգով բոլոր իր ժողովրդին պետք է հարություն առնել տա եւ հավիտյանս հավիտենից ապրենք իրեն հետ։ Եվ հայտնություն առաջի գլուխ եւ 4-ից 6 համարներում կարդում ենք. Հովանես, այն առաքյալը, որ գրեց հայտնության գիրքը, 7 եկեղեցիներուն, որոնք Ասիո մեջ են, շնորհք եւ խաղաղություն ձեզի անկե, ով էր այս անկեն, որ է եւ որ էր եւ որ պիտի գա, այսինքն ում ներկայացվեց ամենակալ Աստված եւ է, որ էր հավիտենից, եւ որ էր եւ որ պիտի գա Հիսուս Քրիստոսը։ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկան, որ մեռելներ են, հարություն առնողներու անդրանիկն է, այսինքն սկիզբը, առաջնեկը, որ ինքը մեռավ հարություն առավ եւ իբրև օրինակ մեզ ցույց տվեց, եթե մեռնես պիտի ապրես, որովհետեւ հարություն պիտի առնես։ Ու երկրի թագավորներուն իշխանը, անոր որ մեզ սիրեց ու մեզ իր արյունով մեր մեղքերեն լված Տեր Հիսուս Քրիստոս եւ մեր մեղքերը ջնջեց չհիշելու պայմանով ու մեզ ինչ արեց թագավորներ ու քահանաներ Աստծո ու իր հորքով անոր փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Ուրեմն միակ հավատարիմը ու միակ ճշմարիտը Տեր Հիսուս Քրիստոս ինքն է։ Ես ուզում եմ կարդալ Եսայի մարգարեությունից, տեսեք ինչ սքանչելի խոսքեր են գրված այնտեղ։ 11-րդ գլուխ։ Ուրեմն 1-ից 5 համարները։ Հեսեի բունեն շարավիղմը պիտի ելնե, Դավթի ցեղից եկած այրուծը։ Եվ անոր արմատեն ընձյուղմը պիտի բուսնի, անոր վրա պիտի հանգչի Տիրոջը հոգին։ Իմաստության հանճարի հոգին։ Նոր կտակարանում գրված է Քրիստոսի մեջ է պահված իմաստության հանճարի բոլոր գանձերը, խորհուրդի եւ զորության հոգին, գիտության եւ Աստծո վախի հոգին, անիկա Տիրոջը վախով պիտի լեցվի եւ իր աչքերուն տեսածի համեմատ պիտի չդատե, որովհետեւ Տեր Հիսուս մարդկանց սրտերը կքննե, ոչ թե տեսանելի բաների վրա, այլ սրտերը քննելով կդատի մարդկանց։ Ու իր ականջներու լսածի հայմատ պիտի չհանդիմանե, հապա աղքատին դատը արդարությամբ պիտի տեսնե։ Ու երկրին զրկվածներու համար իրամբ պիտի հանդիմանե։ Իր բերնին գավազանով երկիրը պիտի զարնե, այն օրը երբ որ երկրի վրա հայտնվի, ամբարիշտներին հատուցում պիտի հասնի։ Եվ իր շրթունքների հոգյովը ամբարիշտը պիտի մերցնի։ Այն մարդիկ, որ այսօր հայոյում են Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, պիտի հավիտենական կորուստով կորսվեն։ Իր մեջքի գոտին Տեր Հիսուսի ինչն է արդարությունը։ Իր երիկամունքների գոտին հավատարմությունը պիտի լինի, որի մասին այսօր խոսում ենք եղբայրներ, քույրեր։ Ուրեմն ինչպես արդարությունը, նույն ձևով հավատարմությունը, Աստծո խոսքը նորից մեզ ներկայացնում է մեկին ընդամենը, մեկ անձնավորության, այսինքն լոգոսը, մարմնով հայտնված ամենակարող Աստված, Տեր Հիսուս Քրիստոսը։ Ինքն է ակն ու աղբյուրը։ Հիսուսից է բխում ճշմարտությունը, հավատարմությունը, առաքինությունը, ամեն բաները։ Եթե մենք գնանք հին ուխտի ժամանակ, երբ հրյա ժողովուրդը անապատով քայլում են եւ ջուր ուզեցին, Մովսես ինչ արեց։ Անապատի մեջ ժայռին հարվածեց եւ ջուրը բխեց ժայռից, քանի որ այդ ժայռը ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոս, ինչպես գրված է Կորինթացիների թղթում, այն ժայռը, որ իրենց հետ կքայլեր, որ էր Քրիստոս, Քրիստոսից բխեց ջուրը եւ ժողովուրդը խմեցին։ Նույն ձևով ինքն է ամեն աղբյուրը Տեր Հիսուսից է բխում հավատարմությունը, ճշմարտությունը, արդարությունը եւ ամեն առաքինությունները։ Ինչպես գրված է Հովանի 14:6-ում, ես եմ, ասում է Տեր Հիսուս Քրիստոս, ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Ահա։ Ուրեմն ոչ միայն ճշմարտությունը իբրև անձնավորություն, այլև ինքն է արդարությունը, սուրբը եւ հավատարիմը միակ։ Իրանից զատ մեկը չկա։
ինքն է աղբյուրը։ Ուրեմն Սաղմոս 89-ում կարդում ենք հետևյալ սքանչելի տողերը։ Տեսենք ինչ է գրված այստեղ։ Քու գտե երկինքը, քու գտե երկիրը, որովհետև ինքը ստեղծեց։ Դուն հիմնեցիր աշխարհը ու անոր լիություն ամեն զարդերով Տեր Հիսուս Քրիստոս հիմնեց։ Հյուսիս ու հարավը դուն ստեղծեցիր։ Արդարությունը ու իրավունքը քու աթոռին հիմնեն։ Տեր Հիսուսի աթոռ Աստվածային գահի հիմքը համարվում է արդարություն եւ իրավունք։ Ողորմությունը, ճշմարտությունը քու երեսիդ առջևեն կերթան։ Եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուս Քրիստոս միակ սուրբը, միակ արդարը, միակ փրկիչը։ Ուրեմն արդարությունը եւ իրավունքը քու աթոռին հիմքն են։ Հիսուսի աթոռը հիմնված է արդարության, իրավունքի վրա, ճշմարտության վրա։ Ում են վերաբերվում այս գրված խոսքերը։ Փաստելու համար դիմենք Աստծո խոսքին։ Ծննդոց առաջի գլուխ, առաջի համարում, երբ որ մենք բացենք, առաջի տողը, առաջի համարը ներկայացնում է սկիզբեն Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց ու վերջակետ։ Սկիզբեն Աստված, որը գրված է Էլոհիմ, որը ներկայացնում է մեկից ավելի աստվածներ, Հայրը, Որդին, Լոգոսը եւ Սուրբ Հոգին, որը ներկայացնում է Տեր Եհովա Աստված, Հայրը Եհովա է, Լոգոսը Հիսուս Քրիստոսը Եհովա է, Սուրբ Հոգին Եհովա է։ Աստված սկիզբեն երկինքն ու երկիրը ստեղծեց։ Իսկ եթե մենք կարդանք Հովանի առաջի գլուխ, արդեն նոր կտակարանում, առաջի համարից, տեսեք ինչ է գրված։ Սկիզբեն էր բան, այսինքն Լոգոսը, ու բանը Աստծո քով էր, ի հավիտենից Աստծո քով էր, եւ բանը Աստված էր։ Անիկա սկիզբեն Աստծո քով էր, ամեն բան անով եղավ, առանց անոր բան մը չեղավ, ինչ որ եղավ։ Միայն Քրիստոսի ձեռքով ստեղծվեց այս ամեն երկինքն ու երկիրը, վկայում է Աստծո ճշմարիտ ու հավիտենական խոսքը։ Ուրեմն մարմնով հայտնված ամենակարող, երկինք ու երկիր ստեղծող Աստված, Տեր Հիսուս Քրիստոս, իր Աստվածային գահի աթոռի հիմը համարվում է արդարությունը, իրավունքը, հավատարմությունը, ճշմարտությունը, ողորմությունը, այս ամենի վրա է հիմնված իր աթոռը։ Ինչի վրա է հիմնված սատանայի աթոռը եւ այս աշխարհում բոլոր պետությունների պրեզիդենտների աթոռները։ Ստության վրա, որտեղ սատանայի համար գրված է իբրև ստության հայր։ Դրա համար էլ մենք տենում ենք մեր առօրյայում ինչպիսի ստություններ, մարդասպանություններ, ամեն վատ չարություններ եւ այլն։ Ուրեմն Աստծո գահը հիմնված է այս ամբողջ ճշմարտությունների վրա եւ այդ նույն Աստվածը, ինչպես ասացինք, մարմնով հայտնված Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Այդ հավատարիմը, այդ Հիսուս Քրիստոսը, որի համար գրված է Հայտնություն 19-րդ գլխում, ինչ է գրված այնտեղ։ Մարդիկ ճանաչում են Հիսուսին որպես չարչարված, ծեծված, խաչված եւ մեռած։ Ահա տեսնենք ինչ է ասում մեզ Սուրբ Գիրքը Հիսուսի մասին այսօր։ Տեսա երկինքը բացված, Հովանես առաքյալն է գրում, Աստծո հոգիով շարժված, եւ ճերմակ ձիմը անոր հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կկոչվի, որի մասին այսքան խոսեցինք արդեն։ Հավատարիմ ու ճշմարիտ արդարությամբ դատաստան կտեսնի ու կպատերազմի, որովհետև Քրիստոս ինքն է Աստծո զորքերի Տերը, ինքն է զորավոր Աստված։ Անոր աշկերը կրակի բոցի պես են, անոր գլխուրա շատ թագերկային ու գրված անունը, որ մեկը չգիտեր, բայց միայն ինքը, Քրիստոս ինքը գիտի։ Արյունով ներկված հանդերձ մհակել էր, անոր անունը բանն Աստծո էր, Լոգոսը, Հիսուս Քրիստոսը։ Երկնքի մեջ եղող զորքերը անոր ետևից կերթային ճերմակ ձերով, ճերմակ մաքուր բեհեզներ հագած։ Այս ճերմակ մաքուր բեհեզները խորհրդանշում է Քրիստոսի արդարությունը, որ մենք ոչ թե մեր արդարությունով, որը համարվում է կեղտոտ լաթի պես, Քրիստոսի արդարությամբ արդարացանք, որտեղ ինքը մեզ համար մեռավ եւ մեզ արդարացնելու համար էլ հարություն առավ։ Անոր բերնեն սրած սուր մկել էր, որպեսի անով ազգերը զառնի, երբ որ Տեր Հիսուս գա, պետք է հատուցի։
Ինքը երկաթե գավազանով պիտի հովեզանոնք ամենակալ Աստծո սաստիկ բարկության գինի հնձան ինքը պիտի կողե։ Եվ իր պատմուճանի ու ազդրի վրա գրված գիրը ուներ։ Ինչ էր այդ գիրը։ Թագավոր, թագավորած եւ տերտերած, ահա մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ եւ որեւ պիտի գա շուտով եւ մարդիկ ովքեր ծաղրում են այսօր, իրենց աշկերով պիտի տեսնեն Տեր Հիսուս Քրիստոսը երկնքից իջնող, որ պիտի հատուցանե եւ պիտի ժայռերին ասեն թափեք մեր վրա, որպեսի ազատվեն այդ բարկությունից, բայց գրված է ազատողը պիտի չլինի, որտեվ ազատողը արդեն ինքը Տեր Հիսուս Քրիստոս ինքն է։ Ուրեմն այս հավատարմության աղբյուրը ինչ արեց մեզ համար։ Գրված է սևը սպիտակի վրա հետևյալ տողերը։ Փիլիպեցիս 2-րդ գլուխ 5-րդ համարից կարդանք։ Ձեզ մե ամեն մեկը յուրաքանչյուր հավատացյալ, յուրաքանչյուր անձնավորություն, թեև անհավատ, նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Ինչ էր Հիսուսի մեջ, ինչ միտք ուներ։ Որ Աստծո կերպարանքը ունենալով հափշտակություն չսեպեց Աստծո հավասար լինել։ Ինքը Աստծո հավասար Աստված լինելով հափշտակություն չսեպեց։ Ինչի համար։ Որովհետև ինքը առաքելություն ուներ երկրի վրա խաչի վրա մեռնելու իմ եւ բոլորիս համար։ Միակ հափշտակողը սատանան ինքն էր, որ իր համար գրված է. չնայած դու քո սիրտդ Աստծո տեղ դրեցիր Աստծո սրտի, բայց դու մարդ ես, մարդու պես էլ պիտի մեռնես։ Հապա անձը ունայնացեց, ծառայի կերպարանք առնելով, մարդոց նման լինելով մեր նման, մարդու կերպարանքով։ Ինքը զինք խոնարեցուց, մինչև ուր, մինչև իսկ մեռնելու հոժարեցավ։ Այն էլ խաչի մահվան։ Եվ Աստված մի անուն տվեց, որ ամեն անունից վեր էր, թագավոր, թագավորած եւ տեր տերած։ Ուրեմն այս հավատարիմը իր մահով մեզ համար ինչ եղավ։ Մեզ համար արդարություն եղավ, իմաստություն եղավ, սրբություն եւ փրկություն եղավ ի վերջո։ Իր մահով մենք փրկվեցինք, խաչի վրա կատարվեց մեր փրկությունը, որովհետեւ մենք պիտի մեռնենք, մեր փոխարեն Հիսուս մեռավ։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ 30-31 համարում կարդում ենք. Դուք անկե եք Աստծուց մե Քրիստոս Հիսուսով, որ մեզի Աստծուց մե իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն եղավ, որպեսի ինչպես գրված է, ան որ կպարծի Տիրոջով պիտի պարծենա, որտեվ միայն Քրիստոսով կա փրկություն։ Մենք անկարող էինք մենք մեզի փրկել, սատանայի ձեռքից փրկություն չկա, միայն Հիսուս հաղթեց խաչի վրա իր մահով, եղբայրներ քույրեր։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոս իբրև անձնավորություն ինքն է ակն ու աղբյուր այս ամենի։ Ուստի երբ մենք իբրև մարդիկ Տեր Հիսուս Քրիստոս ընդունեցինք իբրև մեզ համար անձնական Տեր ու փրկիչ Տեր Հիսուս Քրիստոս, այս ամենով միասին, ինչ որ ասեցինք, հավատարմություն, իմաստություն, արդարություն եւ ամեն առաքիններությունով հանդերձ, ինչ արեց, այս ամենով հանդերձ եկավ եւ բնակվեց մեր ներսին, մեր սրտի մեջ, իր ամեն առաքինություններով, ինչպես գրված է հոգիի պտուղը, սեր, խնդություն, խաղաղություն, չորրորդը հավատարմություն եւ այս շարքը շարունակվում է։ Ինչպես կարդում են Գաղատացիս 5-րդ գլուխ 22-23 համարներում։ Հետևաբար, եթե մենք իբրև Աստծո որդիներ հավատքով դարձանք, եթե մեր մեջ ունենք բնակվող Տեր Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգիի միջոցով մեր մեջ բնակված, հետևաբար մենք Քրիստոսով ամեն բան ունենք։ Ինչ որ Քրիստոսի մեջ է, ինչ որ Սուրբ Հոգու մեջ է, մենք ամենը ունենք Քրիստոսով, որտեղ Սուրբ Հոգին մեր մեջ է բնակված։ Այսինքն ամեն այն առաքինությունները, որ Քրիստոսի մեջ է, հետևաբար Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ Գալստյան վարդապետության ուսուցումը սպասող հավատացյալին ուղղակիորեն կստիպի, ուղղակիորեն կմղի, ուղղակիորեն կառաջնորդի ինչի հավատարմության, որովհետև մեր Տերը ինքը արդեն հավատարիմ է
Եվ այդ առաքինությունը Սուրբ Հոգով մեր մեջ դրել է։ Եվ Սուրբ Հոգին մեզ կմղի այ դրան։ Հայտնություն 2:10 ինչ է գրված։ Մինչև իմ մահ, սա վերաբերում է յուրաքանչյուր հավատացյալին։ Հավատարիմ եղիր կենաց պսակը պիտի տամ, մինչև իմ մահ, մինչև մեռնելու աստիճան հավատարիմ գտնվի կենաց պսակը, այսինքն կյանքի պսակը, որ քեզ հավիտենական կյանքի պիտի տան։ Օրինակ, Ղուկաս ավետարանում կարդում ենք հետևյալ տողերը։ 12-րդ գլուխ 35-ից պիտի կարդանք։ Ձեր մեջքերը գոտե պնդած ըլլան։ Ինչն էր Տեր Հիսուսի գոտին մեջքի արդարությունը, հավատարմությունը ու ճրակներդ վարված, ինչպես հավատարիմ կույսերը։ Դուք եղեք այն մարդոց նվանք, որոնք իրենց Տիրոջը կսպասեն։ Մենք սպասում ենք Տիրոջը։ Մենք մեզի հարց տանք, իբրև հավատացյալ սպասում ենք, թե մեր վարդապետությունը կմեռնենք, կեթանք կմիանանք Հիսուսին։ Էդի ուզենք, թե չուզենք, տենց է։ Բայց Սուրբ Գիրքը մեզ ուրիշ բան է սովորացնում։ Սպասել Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան։ Թե երբ պիտի դառնա հարսանիքեն, որպես երբ գա Տեր Հիսուս, երբ դուրը զարնե, իսկույն բանանք, ելնենք ու բանանք է դուրը մեր սրտերը։ Եվ երանի այն ծառային գրված է, որ երբ Տերը գա զանիկա արթուն պիտի գտնե։ Ճշմարիտ կսեմ ձեզի, որ ինքը գոտի մեջ կպիտի կապե ու սեղան նստեցնե զանոնք ու իր առջև անցնելով սպասավորություն պիտի անե իր ժողովրդին։ Եթե գիշերվան երկրորդ պահուն գա կամ երրորդ պահուն կամ արթուն գտնե, երանելի են այդ ծառան, ովքեր արթուն կլինեն։ Այսինքն սպասողական վիճակ։ Բայց այս գիտեք, թե եթե տանտերը գիտնար թե որ ատեն գողը պիտի գա արթուն կկենար, որ թող չեր տա իր տունը ծակեն, Տեր Հիսուսին դիմավորելու համար արթուն եւ զգաստ աղոթքով կյանք պիտի ապրենք հոգեվոր, ամեն վարքյան Հիսուսին սպասելով։ Ուրեմն դուք հալ պատրաստ եղեք, քանզի որդի մարդու գալ այսպիսի ժամումը, որ դուք չեք կարծել, չենք իմանում։ Եվ Պետրոս սավանոր, Տեր, այս առակը մեզի կսես, թե ամենուն կսես։ Եվ Տեր Հիսուս ինչ ասեց։ Ուրեմն ով է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, որ Տերը իր գերդաստանի վրա պիտի դնե, որպեսի ատենին անոնց ուտելիք տա։ Երանի է այդ ծառային, որ իր Տերը եկածատեն այդպես պիտի գտնե։ Երանություն է տրվում Աստծո կողմից այն ծառային, որը աղոթքով արթուն եւ զգաստ կսպասի հավատարմությամբ իր Տիրոջը, երբ պիտի գա Տեր Հիսուս Քրիստոս։ Ուրեմն ով է այն հավատարիմ իմաստուն տնտեսը, որ Տերը իր գերդաստանի վրա պիտի դնե, որպեսի ատենին անոնց ուտելիքը տա։ Ինչ ուտելիքի մասին է խոսքը։ Ուղղակի Աստծո խոսքը Տեր Հիսուսի վկայությունը որպես խաչյալ եւ հարուսյալ Քրիստոս, ինչպես Պենտեկոստեի օրը Պետրոս առաքյալ քարոզեց եւ 3000 հոգի այդ օրը ապաշխարեցին։ Ուրեմն հավատարիմ ու իմաստուն տնտես։ Փորձենք իմանալ, թե ինչի մասին է խոսքում մեր Տեր Աստված։ 4-րդ գլուխ 1-ից 2 համարները։ Թող մարդիկ մեզ այնպես սեպեն, որպես թե Քրիստոսի սպասավորները, ծառաները, ծառայություն ընողները, ու Աստծո խորհրդին տնտեսները։ Աստծո խոսքի մեջ բավականին գաղտնիքներ կան, որը պետք է մեկնաբանվի եւ տրվի մարդկանց։ Ուստի տնտեսին կպահանջվի, որ հավատարիմ ըլլալ։ Այսինքն մենք պետք է Աստծո խոսքը առնենք, մեկնաբանությամբ պարզորոշ տանք մարդկանց, բացատրենք, թե գիրքը ինչ է ուզում ասի մեզ։ Գրքի միայն նպատակը մարդկանց ապաշխարել, սպասել Տեր Հիսուսի երկրորդ գալստյան։ Տնտեսից կպահանջվի ուղղակի հավատարիմ լինել։ Դիմենք Աստծո խոսքին։ Ինչ է նշանակում հավատարիմ լինել հոգևոր կյանքում։ Ուրեմն Պետրոս առաքյալ, մինչև Պետրոս լինելը ինքը Սիմոնը։ Իր Տիրոջը հանդեպ իր սերը, իր նվիրումը, իր հավատարմությունը ցույց տալու կամ հաստատելու համար ասեց. Քեզի հետ Տեր, մինչև բանտել մեռնելու էլ կգնամ։ Եվ Տեր Հիսուս ասեց. մինչև առավոտ
մինչև աղաղակի կանչել 3 անգամ Կուրան ասնձի։ Եվ ինչ եղավ, Պետրոս հավատարիմ գտնվեց իր ասացի համար։ Ոչ, Պետրոս մի գիշերվա մեջ 3 անգամ հրյաների վախից, որ ասեցին այս մարդն էր Հիսուսի հետ, 3 անգամ ուրացավ։ Բայց այդ նույն Պետրոս, այդ նույն Սիմոնը, որ դարձավ Պետրոս արդեն, Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգիով առաքյալները լցվեցին, զորացան, զորությամբ հելան քարոզեցին, ինչ պատահեց այդ օրը։ Այդ օրը մարդիկ զղջացին, ասեցին, ինչ անենք եղբայրներ, ում ենք մենք խաչել Տեր Հիսուսին, ասեց ապաշխարեցեք։ Քանի որ գրված է Հռոմեացիս 8:15-ում, ինչ են կարդում այստեղ, 8-րդ գլուխ 15 համարը։ Քանզի դուք ծառայության հոգին չարիք կրկին վախնալու, ծառայության հոգին աշխարհի հոգին է, սատանայի, որ սատանան վախի իշխանությամբ, մահվան իշխանությամբ, բոլորին կծառայեցնի։ Դուք ծառայության հոգին չարիք, հապա որդեգրության հոգին առիք, որով էլ կկանչեք Աբբա Հայր։ Մենք զորության հոգին առանք Քրիստոսից, Աստծուց մեր, եւ վախենալու պետքություն չունենք։ Երբ Պետրոս վախուց 3 անգամ ուրացավ, դրանից հետո Սուրբ Հոգիով զորացած ուղղակի այդ նույն վախկոտ Պետրոսը ելավ ու քարոզեց 3000 հոգիներ այդ օրը ուղղակիորեն ապաշխարեցին։ Հովանի 13-րդ գլուխ։ Ինչ են կարդում այստեղ։ Պետրոս ասեց. Տեր, ուր կերթաս։ Հիսուս պատասխան տվավ. Ուր ես կերթամ, դու հիմա չես կարող գաս, ինչպես ասեցինք այն ժամանակ, երբ ինքը վախկոտ էր, հիմա ասես չես կարող գալ։ Իմ ետևից, բայց ետքը պիտի գաս իմ ետևից։ Պետրոսով, Տեր, ինչու հիմա չեմ կրնալ գալ։ Ես իմ կյանքս ալ քեզի համար պիտի դնեմ։ Հիսուս պատասխան տվավ. Քու կյանքդ պիտի դնես ինձի համար, այո, ճշմարիտ կասեմ քեզի, հավը մինչև խոսի 3 անգամ պիտի ուրանաս։ Մինչև Պետրոս հավը խոսեր 3 անգամ ուրացավ, բայց Սուրբ Հոգու զորությունից հետո ինքը քաջությամբ քարոզեց եւ գիտենք եղբայրներ քույրեր, իբրև հավատարիմ զինվոր Քրիստոսի իրեն խաչեցին գլխի վայր, որովհետեւ Պետրոսը ասեց. Ես արժանի չեմ իմ տիրոջս պես խաչվելու։ Ահա հավատարմությունը, մահ Տեր Հիսուս Քրիստոսի անվան։ Պողոս առաքյալի օրինակը բերենք։ Պողոս մինչև Պողոս լինելը ինքը Սողոսն էր, Աստծո օրենքի նախանձախնդիր մարդ։ Ահ, նախանձախնդիր լինելով ինչ էր անում։ Քրիստոսի եկեղեցին էր հալածում, բոլոր քրիստոնյաներին կապելով տանում էր Երուսաղեմ, տանջում էին, խոշտանգում էին, ի վերջո սպանում էին։ Բայց երբ մի անգամ էլ ինքը գնում էր Դամասկոս նույն գործի համար, որ հավատացյալներին կապած բերի Երուսաղեմ, ինչ պատահեց։ Տեր Հիսուս Քրիստոս արեգակի լույսից պայծառ շլացուցիչ լույսով հայտնվեց Պողոսին եւ Պողոս վայր ընկավ ձիուց։ Ասեց ով ես Տեր, ասեց ես են Հիսուսն եմ, որ ինձ կհալածես։ Եվ Պողոս առաքյալ ասեց Տեր ինչ կուզես որ անեմ։ Եվ իբրև խոստովանության արդյունք Պողոս առաքյալի Տեր ինչ կուզես որ անեմ։ Պողոս արեց թե ոչ։ Իր կյանքի ապրած ընթացքում իբրև ուղեցույց, իբրև նվիրումի հավատարմության որոշում կայացրեց Պողոս առաքյալ։ Ահա ես ես ուզում եմ կարդալ առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համարը։ Վասնզի մտքի շդրի ձեզ ուրիշ բան մը գիտնալ։ Բայց միայն Հիսուս Քրիստոս այն էլ խաչը ելած է։ Ինքը ապրում էր Քրիստոսով, քնում էր Քրիստոսի։ Վկայում էր Քրիստոս են էլ խաչը ելած, որ մեզ համար մեռավ եւ հարություն առավ։ Եվ տկարությունով, ես տկարությունով ու վախով եւ շատ դողով ձերքով եկա ասում է։ Ոչ թե իմ խոսքերս, իմ քարոզությունս, ոչ թե մարդկային իմաստության խոսքեր են։ Իմ զնով իմ անձով եմ խոսում Քավլիցի, հապա հոգին համոզիչ զորությունով։ Ինչի համար, որպեսի ձեր հավատքը մարդոց իմաստությամբ չլի, որ այսօր ավանդություններ են քարոզում, ծիսակատարություններ, որպեսի մարդկանց իմաստությունով չլի, հապա Աստծո զորությամբ, Աստծո հոգի զորությամբ լինի քարոզություն, ահա ճշմարտությունը։
Եվ այս ամենի իբրև արդյունք կայացած որոշումի Պողոս առաքյալի ինքը հավատարիմ էր թե ոչ, ինչ եղավ, կարդում ենք առաջի Տիմոթեոս, որտեղ գրված է շատ գեղեցիկ սքանչելի տողեր։ Առաջի գլուխ 12-ից 20 համարները։ Շնորհակալ եմ ասում Պողոս առաքյալ, որ զիս զորացուց։ Այսինքն Հիսուս Քրիստոս մեր Տիրոջը, որ հավատարիմ սեպելով զիս, Տեր Հիսուս, ի հավիտենից իմանալով Պողոսի հավատարմությունը, թե իր կյանքում ինչ ձևի պետք է ծառայեր իրան, այս սպասավորության մեջ դրեց, այսինքն հեթանոսների առաքյալ Հիսուս Քրիստոսը վկայելու, որ առաջ հայոյի չէի ու հալածող, թշնամացող, բայց ողորմություն գտա, ասում է Պողոս, վասնզի անհավատության մեջ եւ չիմանալով արեցի, այն ժամանակ չէր իմանում, հետո որ Հիսուսին հանդիպեց ինքը, այն ժամանակ ինքը եւ Աստված իրեն ինչ արեց, որպես հավատարիմ տնտես դրեց այդ գործի մեջ։ Մեր Տիրոջ շնորհքը Հիսուսի շատ խիստ եղավ ինձի, հավատքով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է, հավատքը սերը բոլորը Քրիստոս ինքն է։ Այս խոսքերը հավատարիմ է ու բոլորովին ընդունելության արժանի, որ Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ, մեղավորները փրկելու, որոնց գլուխը ես եմ, մեղավորների գլուխը ես եմ, ասում է Պողոս, որտեղ մինչև անգամ մարդ սպանեցին, Քրիստոսը հալածեցին։ Բայց անոր համար ողորմություն գտա, որ ամենեն առաջ Հիսուս Քրիստոս ին վրա ցույցուց երկայնամտությունը։ Օրինակ ըլլալու անոնց, Պողոս իբրև օրինակ եղավ անոնց, այսինքն իրենից հետո բոլոր ճշմարիտ հավատացյալների, որոնք պիտի հավատային իրեն հավիտենական կյանքի համար, այն հավիտենական թագավորին, այսինքն Հիսուսին, որ անեղծ ու աներևույթ է, միմիայն ասո փառք պատիվ հավիտյանս հավիտենից ամեն։ Ահա ճշմարտությունը եղբայրներ քույրեր։ Ուրեմն Աստված Պողոս առաքյալին իբրև հավատարիմ տնտես դրեց։ Այս օրինակներով մենք որոշ կարծիք կազմեցինք, թե ինչ ենք հասկանում որպես հավատարիմ տնտես։ Հիմա ինչ պարագաների մեջ է պահանջվում տնտեսից հավատարիմ լինել։ Ասում ենք հավատարիմ լինենք, բայց ինչ պարագաների մեջ պիտի մենք հավատարիմ գտնվենք։ Ուրեմն երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 15-ից 19 համարներում կարդում ենք. Ջանակ ու անձդ ընտիր ցուցունելու Աստծո առջև։ Ջանք թափիր, փորձիր, աշխատիր, որպեսզի Աստծո առջև քու անձդ ընտիր ցույց տաս Աստծո առջև։ Ինչ ձևով պիտի ցույց տանք։ Այնպիսի բան, որ ըլլալով, որ պիտի չամշնա ճշմարտության խոսքը շիտակ բացատրել։ Ինչ ասվեց տնտեսից, որ ատենին ուտելիքը կտա։ Այդ ուտելիքը ահա պատասխանը ճշմարտության խոսքը, այսինքն Սուրբ Ավետարանը շիտակ բացատրել, մատուցանել մարդկանց։ Բայց պիղծ ու պուչ խոսքերը մեկտիկ էցիր, ասում է Պողոս, ուղղակի զգուշացնում է, քանզի անոնք ավելի առաջ կերտան ամբարշտության մեջ, ովքեր մոլորեցնող են։ Եվ անոնց խոսքը քաղցկեղի պես կճարակի, կտարածվի աշխարհով մեկ, որոնց կարգին են Հիմենոսն ու Պիղատոս, ովքեր էին սրանք, որոնք ճշմարտություն են մոլորեցան, Սուրբ Ավետարանից մոլորեցան։ Ինչ էին ասում։ Կսեին մեռելների հարությունը արդեն եղած է եւ կկործանեին մարդկանց հավատքը։ Մեռելների հարությունը դեռ չի եղել։ Եղբայրներ քույրեր, երբ որ փողը հնչվի, Տեր Հիսուս երկնքից երկրորդ անգամ գա, այդ ժամանակ մեռելների հարությունը պիտի լինի։ Եվ մարդիկ ընկել էին ցայտնոտի մեջ, մեռելների հարությունն եղել են, իրանք հավատացել մնացել են երկրի վրա։ Եվ մոլորեցնում էին մարդկանց, հավատնել կործանում էին։ Ուրեմն հավատարիմ տնտեսից ինչ է պահանջվում, Աստծո խոսքը շիտակ բացատրել մարդկանց։ Ուրեմն ճշմարտության խոսքը շիտակ կամ ուղիղ բացատրել կամ կտրել։ Հիմա ճշմարտությունը Քրիստոս ինքն է, ինչպես ասեցինք, անձամբ, խոսքը, լոգոս, Աստծո իմաստությունը, իմացականությունը, ամբողջ գիտությունը, հանճարը, Քրիստոս ինքն է։ Լոգոսը ներկայացնում է նույն ձևի Տեր Հիսուս Քրիստոս։ Ուրեմն
Քրիստոսի Սուրբ Ավետարանը շիտակ բացատրել եւ մեկնել։ Եթե մենք կարդանք երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ, ինչ են կարդում, ասի 7-ից 14 համարները։ Տեսեք ինչ է գրված. Վասնզի Աստված մեզի երկչոտության հոգի չտվավ, հապա զորության ու սիրո եւ զգաստության հոգին առինք մենք։ Ուստի ամոթ մի սեպեր Պողոս առաքյալ գրում է իր աշակերտ Տիմոթեոսին։ Մեր Տիրոջ վկայությունը ոչ ալ զիս անոր համար կապվածս, հապա մասնակից եղիր ավետարանի չարչարանքներին, Աստծո զորության համեմատ։ Եղբայրներ, քույրեր, ինչպես Պողոս առաքյալ այն ժամանակ Սողոս վիճակում հալածում էին մարդկանց, մինչև անգամ Աստծո խոսքի համար սպանում էին։ Ինչ է ասում, մասնակից եղիր այդ չարչարանքներին, Աստծո զորության համեմատ, որ մեզ փրկեց, ով փրկեց, Քրիստոս ինքը փրկեց, բայց իր խոսքն է, որ այսօր մեզ բացահայտում է Քրիստոսի բերած փրկությունը, Սուրբ Ավետարանը, ու Սուրբ կոչումով կանչեց բոլորիս, ոչ թե մեր գործերին նայելով, ինչ որ բոլորս լավ բաներ էին կարել դրա համար կանչեց, քավլիցի, ինքը նայեց մեր սրտին, մեր հավատքին, մենք հավատալու էինք, թե ոչ։ Հապա իր նախասահմանության եւ շնորհքին նայելով Քրիստոս Հիսուսով մեզի տրված հավիտենական ժամանակներն առաջ Հիսուս արդեն ճանաչում էր իր բոլոր հավատացյալներին անհատաբար։ Բայց հիմա հայտնվեցավ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի երևնալով։ Տեր Հիսուս 2000 տարիներ առաջ եկավ աշխարհ։ Մեռավ եւ ինչ է գրված, որ մահը խափանեց, այսինքն հարություն առավ, մահը իշխանություն չունեցավ, գերեզմանը չկարողացավ Հիսուսին պահել այնտեղ։ Եվ իր լույս հանեց կյանքը եւ անմահություն ավետարանի միջոցով։ Եթե այս բոլորը գրված չլեր, մենք որտեղից պետք է իմանանք, որ Հիսուս մեռավ եւ մահը խափանեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Ահա Սուրբ գրքի միջոցով Աստծո Սուրբ մարդիկ Սուրբ հոգիով շարժված գրեցին։ Ոչ մի մարդկային միջամտություն չկա այս գրքի մեջ։ Սուրբ հոգին տար արտար, չեմ ասում բառ առ բառ, տար արտար թելադրեց իր առաքյալներին եւ մարգարեներին, նրանք ուղակի գրանցեցին, ահա ճշմարտությունը։ Որուն ես, ասում է Պողոս, քարոզուչի առաքյալ կարգվեցա ու հեթանոսներուն վարդապետ, անոր համարել չարչարանքներ ալ կկրեմ, բայց ամոթ չեմ սեպեր, վասնզի գիտեմ, թե որուն եմ հավատացել եւ համոզված եմ, թե իմ իրեն ավանդած բանս կրնապայել մինչև այն օրը, մինչև Քրիստոսի օրը։ Եղբայրներ, քույրեր, մենք քարոզենք ավետարան, որի համար կհալածվենք, կչարչարվենք, ի վերջո։ Այսօր այլագրոն երկրներում իրենց հավատքի համար մինչև անգամ կախում են Պարսկաստանում, Ինդոնեզիայում եւ այլն, գլխատում են։ Բայց Պողոս ասում է, չարչարանքներ պիտի կրես, բայց մասնակից եղիր ավետարանի քարոզությանը, որովհետեւ դա է մարդկանց փրկությունը, եղբայրներ, քույրեր։ Ուրեմն ամոթ մի համարիր այս խոսքը, որ մասնակից դառնաս ավետարանի չարչարանքներին, որ Աստծո զորության համեմատ կլինի։ Ուրեմն ինչպես քայլեց Պողոս առաքյալ իր ծառայության կյանքի ընթացքում, հավատարմությամբ քայլեց։ Տեսեք ինչ են կարդում։ 4-րդ գլուխ, 2 Տիմոթեոս 4-րդ գլուխ 6-ից 8 համարներ կարդում ես։ Վասնզի ես արդեն զոհ ըլլալու, այսինքն մեռնելու, նվիրված եմ ու իմ մեկնելուս ատենը հասել է, Աստված արդեն հայտնել էր իրան, որ արդեն ժամանակն է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի այդ պատերազմի, հավատքը պահեցի, ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակ, որ Տերը արդար դատավոր պիտի հատուցան ինձի այն օրը, որ օրը, երբ որ պիտի կայնենք Աստծո ատյանի առջև։ Ոչ միայն ինձի, հապա այն ամենին էլ, որ սիրեցին անոր հայտնվելը, Քրիստոսի երկրորդ գալուս անոր հայտնվելը, նրանց կենաց պսակ պիտի տրվի։ Ուրեմն եղբայրներ, քույրեր, 5 շատ կարևոր բաներ հիշվեց։ Առաջինը, պատերազմը պատերազմեցի։ Ինչ պատերազմ էր սա։ Ինչ պատերազմ էր մղում Պողոս առաքյալ։ Մենք սա գտնում ենք Եփեսացիս թղթի, ուրեմն 6-րդ գլուխ 12-ից 18 համարներում։ Ահա,
Վասնզի մեր պատերազմը հավատքի կյանքի ընթացքում արյունի ու մարմնի հետ չի, այսինքն մարդու հետ չի։ Ո՞ւմ հետ է պատերազմը։ Հապա իշխանություններու, պետությունների հետ եւ այս խավար աշխարհին իշխաններու հետ, երկնավորներու մեջ եղող չար ոգիների հետ։ Այսինքն սատանայի եւ իր իշխանությունների, զորքերի, դիվային աշխարհի, որը երկնքում են, որոնք երկրի վրա են, այո, երկրի վրա են եւ ների ճանապարհն են պատրաստում այսօր իր զորքերը մարդկային կերպարանքով, անգամ մարդիկ, որոնք մոլորված են ասո խոսքից, սատանայի ճանապարհն են պատրաստում։ Անոր համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ըլաք չարության օրը դեմ դնել։ Այն օրը, որ չարության օրը դա նեղության շրջանն է, եղբայրներ քույրեր, չարության օրը դեմ դնել։ Մինչև այդ մենք որ ապաշխարած ենք երկինք պետք է եթանք եւ որևէ կապ պետք է չունենանք այդ նեղության օրվան հետ։ Ուրեմն մեր պատերազմը մարդու հետ չի, այլ սատանա եւ իր բոլոր զորությունների հետ։ Երկրորդ Պողոս առաքյալ հոգեվոր պատերազմի ընթացքի ինչ ասում, ընթացքը կատարեցի։ Ինչ ենք հասկանում ընթացքը կատարել։ Ինչերի միջով անցավ Պողոս առաքյալ այդ հավատքի կյանքի ընթացքում։ Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլխում կարդում ենք եղբայրներ քույրեր։ Ուրեմն կարդանք 23 համարից։ Աշխատանքներով Պողոս զբաղված էր գիշեր ցերեկ եկեղեցիներ հիմնելով, Աստծո խոսքը խոսելով, ավելի ծեծերով, ավելի ծեծերով, բանտարկություններով ավելի, մահվան վտանգներով շատ անգամ, հրյաներեն 5 անգամ 40 են մեկ պակաս ծեծ կերա, 3 անգամ ծաղկով ծեծ կերա, 1 անգամ քարկոծվեցավ, այնքան էին քարկոծել իմացան մեռել էր, այո մեռա, եւ հափշտակվեց երկինք եւ ասում է տեսա այնպիսի բաներ, որ մարդուն ամոթ է պատմել, չի կարելի պատմել, մեղավոր մարդուն չի կարելի, բայց Աստված այնքան ողորմած է իր խոսքի միջոցով մեզ ասում է, ապաշխարիր, որպեսզի հավիտենական կյանք ունենաս։ Գիշերմը ցորեկմը ծովուն անդունդը մնացի, շատ անգամ ճամփորդությունների մեջ չարչարվեցա, գետերին վտանգներ, ավազակներ են վտանգներ հեթանոսներ են, վտանգներ քաղաքի մեջ վտանգներ, այսպիսի բաներով անցավ մարդը ամբողջ կյանքը, վտանգներ, մահվան վտանգով, ծեծերով, բանտերով եւ այլն, ահա ինչպիսի բաների միջով անցավ եւ Պողոս առաքյալ ուղակի հավատարիմ գտնվեց։ Երրորդ կետը Պողոս ասում է այս ամենի մեջ հավատքը պահեցի։ Իբրև ապացույց, որ Պողոս առաքյալ իր հավատքը պահեց, ինչ է գրված։ Պողոսին գլխատեցին մինչև անգամ։ Եվ իբրև ապացույց կրկնում ենք առաջի Տիմոթեոս առաջի գլուխ 12, որ Աստված հավատարիմ գտավ Պողոսին եւ դրեց այդ սպասավորության մեջ։ Չորրորդ կա ու կմնա արդարության պսակը իբրև հավատարմության հատուցում Քրիստոսիացյանի առջև։ Հինգերորդը ոչ միայն ինձի համա ամեն անոնց, որոնք սիրեցին Հիսուսի հայտնվել։ Ուրեմն այս նշված 5 կետերից 3-ը կատարվել է արդեն։ Պողոսի հոգևոր կյանքի ծառայության ընթացքում, երկրի վրա ապրած կյանքի ընթացքում կատարվեց։ Հիմա 4-րդ, 5-րդ կետը Քրիստոսի ատյանի առջև, որը դեռ պիտի լինի, չի եղել։ Ինչ է գրված մեզ համար։ Աստված Պողոս առաքյալի միջոցով հորդորում է Տիմոթեոսին։ Այսի արդեն մեզ համար։ Մինչև այսօր բոլոր Քրիստոսի ճշմարիտ հավատացյալների համար է գրված։ Երկրորդ Տիմոթեոս եւ երկրորդ գլուխ մեկից 5 համարները։ Արդ որդյակս զորացիր այն շնորհքով, որ Հիսուս Քրիստոսով է։ Սա գրված է ուղղակի Տիմոթեոսին եւ Տիմոթեոսից հետո բոլորիս։ Եվ այն բաները, որոնք ինձ մել լսեցիր, ասում է Պողոս, շատ վկաների հավատարիմ մարդոնց հանձն է, ինչ որ լսեցիր, այսինքն Աստծո խոսքը, հանձնի, սովորեցրու, որպեսզի անոնք էլ կարող ըլան ուրիշներին սովորեցնել։
Մենք այսօր կարողանում ենք Աստծո խոսքը սովորեցնել ուրիշներին։ Թե հավատացյալների մեջ հավատացյալ ենք, անհավատների մեջ անհավատ։ Արդուն նեղությունների համբերի Հիսուս Քրիստոսի բարի զինվորի մպես։ Տեսակ, բարի զինվոր։ Մենք պատերազմի մեջ ենք սատանայի զորությունների հետ։ Ինչ ձևով մեր պատերազմային զենքերը ուղղակի Աստծո խոսքն է, մենք թուր, տվանք, տանգ ու թնդանոց չենք գործածելու։ Մեր զինվորական բոլոր սպառազինությունը դա Աստծո խոսքն է։ Աստծո խոսքով է, որ մենք սատանայի դեմ պատերազմ ենք։ Եղբայրներ, քույրեր, մենք իբրև Քրիստոսի զինվորներ պատրաստ ենք հավատարմության կամ հավատարիմ լինելու կամ մնալու։ Աստծո խոսքի մեջ գրված է հետևյալ տողերը։ Առաջի Հովանի, տեսեք ինչ է գրված։ Անոր կսե, մեկը որ ասում ես հավատացյալ եմ կամ Աստծո եմ հավատում։ Անոր մեջ կբնակի, այսինքն Քրիստոսի, այնպես պետք է քայլե, ինչպես Քրիստոս քայլեց։ Քրիստոս մինչև խաչը գնաց, դու պատրաստ ես անելու էդի։ Այնպես պիտի քայլե։ Եվ երրորդ գլուխ 16 համարում կարդում ենք. Ասով գիտցանք Քրիստոսի սերը, թե ինչպես քայլեց մինչև խաչը գնաց, որ անիկա իր կյանքը մեզի համար տվեց։ Մենք էլ, որպես Քրիստոսի զինվորներ այս պատերազմի ընթացքում, պարտավոր ենք մեր եղբայրներուն համար տալ մեր կյանքը։ Մենք ապրել ենք սովետական իշխանության ներքո եւ գրքերում հանդիպել ենք Մատրոսով անունով մեկին, որը իր եղբայրների համար գնդացիրի արչև ուղակի կրծքով փագեց, որպեսի պաշտպանի իր եղբայրներին։ Մարդը անհավատ լելով արեց։ Մենք հավատացյալ լինելով կարող ենք անել այդպես բան։ Աստված ասում է պարտավոր ենք անելու, ուզում ենք թե ոչ։ Ուրեմն մենք պարտավոր ենք ուղակի հնազանդությամբ հնազանդվելու ազգ, որպեսզի Աստված իր հավիտենական Սուրբ Հոգիի զորությամբ մեր մեջ գործի, արտագործի այն ամեն առաքինություն, որոնք հավատքով Հիսուսով ունենք մեր մեջ։ Ինչի համար, որովհետև գրված է, վասնզի պետք է որ ամենքս էլ հավատացյալները Քրիստոսի ատյանի առջև ներկանանք, որպեսզի ամեն մեկը իր մարմնով գործածի համար առնե, թե չարը, թե բարին։ Ուրեմն բարի գործերի համար մենք պիտի պարգևատրվենք պսակներով, իսկ չար գործերի համար ամոթ ու նախատինք պիտի կրենք Աստծո առջև, մեր եղբայրների ու ամբողջ հրեշտակների առջև։ Ուրեմն այս ամենից խուսափելու միակ ճանապարհը, եղբայրներ, քույրեր, Միմիայն Քրիստոսի երկրորդ Գալասյան վարդապետության ուսուցումն է, որ ասեցինք, հավատացյալին կմղի, կստիպի ու կառաջնորդի, ապրել Քրիստոսավայել հոգևոր մի կյանքում, որովհետև գիտենք, գրված է եւ հավատում ենք, մի օր պետք է կանգնենք Աստծո առջև։ Ուրեմն Հիսուս Քրիստոս ինչ ասեց Ղուկաս 12-րդ գլխում։ Ով է այն հավատարիմ ծառան, երբ որ Տերը գա, այդպես պիտի գտնե եւ իր ատենին ուտելիքը պիտի տա։ Ուզում ես լինել Քրիստոսի համար հավատարիմ տնտեսկամ ծառա, առաջի հերթին պետք է որ ապաշխարես, դա առաջի քայլն է։ Երկրորդ քայլը հավատարիմ ծառայես Աստծո։ Եղբայրս, քույրս։ Սրանից 100 տարի առաջ հայ Եղեռնի ժամանակ 1915 թվի հարց էր դրված։ Հավատափող եղեք, մահմենդական դարձեք, կապրեք։ Շատեր հավատափող եղան, եղբայրներ, քույրեր։ 60-70 տարին փոխեցին հավիտենական կյանքի հետ։ Բայց ավելի վատ, եթե այդ մարդիկ մահմեդական լինելով առանց Քրիստոսի մեռան, իրենց աշկերը պիտի բացեն դժոխքի մեջ։ Բայց փոխարենը ինչ եղավ։ Փոխարենը եղավ հետևյալը. եղան մարդիկ, որոնց գլխատեցին, որոնց կախեցին, երիտասարդ ջահել աղջիկներին ժայռերից վար նետեցին։ Բայց այս մարդիկ հավատարիմ գտնվեցին իրենց հավատքին։ Եվ չուրացան Քրիստոսը։ Քրիստոսը իրանց լեզվի, բերան իրանց մտքի մեջ ուղակի գնացին մահվան ու մեռան։ Այս մարդիկ հիմա երկնքում աստղերի պես կփայլեն Աստծո գահի առջև։ Որպես անձնազոհ մարդիկ, ինչ կկարդացինք նոր, մենք էլ պարտավոր ենք, որ այս անենք։ Բայց երբ ժամանակը գա, երբ մեռելների հարությունը լինի,
այս անznազոհ մարդիկ հարություն պիտի առնեն, հոգեղեն, փառավորյալ մարմնով եւ պիտի գնան Տերը դիմավորելու եւ հավիտյանս հավիտենից Տիրոջը դրախտի մեջ պիտի վայելեն։ Այո, եղբայրներ, քույրեր, իբրև հատուցում այս անznազոհության Քրիստոսի անվան համար Մատթեոս ավետարանիչը գրում է հետևյալ տողերը։ Ես ուզում եմ կարդալ եւ սրանով սահմանափակել այսօրվա պատգամը։ 25-րդ գլուխ հետևյալ տողերը 23 համար Տերը սավանոր ապրիս բարի ու հավատարիմ ծառա դու որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար քեզ շատ բաների վրա պիտի կեցնեմ մտիր քո Տիրոջդ ուրախության մեջ ահա հատուցումը ամենակալ ճշմարիտ ու հավատարիմ Աստծո իր ժողովրդի համար ովքեր այս կյանքի ընթացքում իրենց կյանքը ուղղակի դրեցին Քրիստոսի համար ծառայության մեջ, պատերազմի մեջ, եղբայրս քույրս, եթե այսօր դու Քրիստոսը չես ճանաչում, Աստված ասում է, կյանքը մահադրեցի քո առջև, կյանք ընտրի, որպեսի ապրես։ Հավիտենական կյանքով Քրիստոսի ներկայության մեջ, եթե ոչ սարսափելի դատաստանի պետք է հանդիպես, բայց Աստված չի ուզում, ինքը խորհուրդ է տալիս։ Կյանք ընտրի, որպեսի ապրես։ Սրտովդ կհավատաս, բերանովդ կխոստովանես, որ Հիսուս քո համար մեռավ եւ հարություն առավ, պիտի փրկվես։ Ով որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Աստված օրհնի իր խոսքը եւ բոլորիդ ամեն մեկիդ ամեն եղբայրներ։